Բարի օր, Արեն ռադիոյի եթերում առանց հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակության։ Այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մամիջանյան, վերջին օրերի ամենաթեժ թեման, քննարկվող թեման գործող վարչապետին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունն է, որի հեղինակներն են Էդգար Ղազարյան եւ Նարեկ Մալյանը, նախաձեռնություն, որին միացել է պատիվ ունեմ դաշինքը ամբողջ կազմով եւ այդտեղից արդեն սկսվեց ինտրիգը, որովհետեւ քաղաքական իշխող ուժի դիրքորոշումը հասկանալի է, ընկալելի է։ Ինտրիգը առաջացավ այն ժամանակ, երբ երկրորդելով արդեն Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան այդ փոխհրաձգությանը, որ բավական երկար ժամանակ տևեց, երևի 2-3 ամիս վերջին ընթացքում, առաջացավ նաև եւս մեկ տարակարծություն, տարաձայնություն անդիմության մեջ, քաղաքական մյուս խմբակցություն անդիմադիր Հայաստան դաշինքը ըստ էության մերժեց նախաձեռնությանը միանալ։ Ինչու՞։ Գիտեք, մի քանի ճշգրտում, առաջինը նախագահ Քոչարյանի եւ նախագահ Սարգսյանի թիմակիցների միջև հանրային դուխ փոխհրաձգությունն անվանեցիք, ես եկեք բանավեճ անվանեմ, տևում է շատ ավելի երկար, տարիներ շարունակ մեր մասին տարբեր անհատներ ներկայացնում են սուտ, կեղծիք, հերյուրանք, պարզապես վերջի մի քանի ամիս հանրապետականը սկսեց դրան պատասխանել։ Ամեն դեպքում այդ ճշգրտումը էական եմ անվանում։ Երկրորդ, ես չեմ մեկնաբանելու իմ գործընկերների Հայաստան դաշինքի հայտարարությունը, ես չեմ կիսում ձեր կարծիքը, որ դա մերժում էր։ Իրենք ներկայացրել են իրենց քաղաքական մոտեցումները այդ հարցին, որոնց հետ ես եւ մեր կուսակցությունը չեմ ուզում ասել համաձայն չենք, այլ մենք ունենք այլ կարծիք մեր պարագայում։ Ինչ ենք ասում մենք։ Մենք ասում ենք հետևյալ 3 պնդումները։ Պնդում համար առաջին։ Վարչապետին անվստահություն հայտնելու գործիքը մենք համարում ենք այս պահին ստեղծված իրավիճակում ամենագործուն, ամենահավանական հաջողության հասնելու ճանապարհը։ Շատ շատերը կարող են դրան հակադրել ընտրական process-ները հերթական կամ արտահերթ, բայց այստեղ կա մի շատ պարզ տրամաբանություն։ Արտահերթ քաղաքական process-ների վրա ազդեցություն ընդդիմությունը ունենալ չի կարող, այն պարզ տրամաբանություն, որ այն հայտարարվում է իշխանությունների կողմից։ Հերթականի վրա չի կարող ազդեցություն ունենալ, որովհետև ընդդիմությունը չի կարող ժամանակը արագացնել եւ այնպես անել, որպեսզի 26 թվականը շուտ գա։ Այսինքն այդ կռվանը, որ բանտրությունների հետ կապված անելիք չկա։ Եթե քաղաքական կուսակցությունները տեղյակ չեն, որ պետք է ընտրություններին պատրաստվել, տեղեկացնում եմ, ընտրություններին պետք է պատրաստվել միշտ։ Ուստի այդ հարցը այդտեղ վերանում է կամ-կամի, այսինքն սա գործիք է, որը չօգտագործելը իմ համար անկալելի է, եւ ինչպես ես ժամանակին ասել եմ, պատիվ ունեմ խմբակցության եւ հանրապետականի անունից, որ մենք փորձելու ենք, օգտագործելու ենք, իրացնելու ենք այն բոլոր գործիքները, առաջին հերթին անվստահություն հայտնելու գործընթացի գործիքը, որոնք վերապահված են պատգամավորներին։ Սա առաջին կետով։ Երկրորդ կետը մեր հայտարարության վերաբերում է նրան, որ մենք այս պահին չունենք վարչապետի տեխնացու եւ ավելորդ բարդույթներից, ամբիցիաներից, նկրտումներից, ծանրացումներից գործընթացը ազատելու համար նույնիսկ կանոններ էլ չենք սկսում շրջանառել եւ ասում ենք, որ պատրաստ ենք նստել այդ քննարկմանը, տեխնացուի քննարկմանը։ Եվ երրորդ ամենակարևոր կետը, պատրաստ ենք առանց որևէ նախապայման նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Այնպես որ այստեղ ես շատ ավելի շատ հետաքրքրված եմ ինչով եւ արեցի, ոչ թե մեկնաբանել որևէ այլ քաղաքական միավորի դիրքորոշում, այլ ներկայացնել թե ինչի ենք մենք հավատում այս դիրքորոշմանը։ Բայց տեսեք, ձեր օպոնենտները այս դեպքում կներեք, որ միգուցե կարող է ուռճացնում եմ օպոնենտ ասելով այս դեպքում, ընդդիմության ձեր գործընկերները նախապայմաններ են առաջ քաշում եւ այդ նախապայմանները առաջ են քաշում ոչ թե իշխանության դեմ, այլ ձեր ուղղությամբ։ Ասում այդ դուք արեք այս բաները, մարդկանց հանեք փողոց,
ապահովեք այդ 28 եւս հավելյա ձայնը ապահովեք, այդ ժամանակ մենք կմտածենք միանենք թե չմիանենք։ Տեսեք, պարոն Սալդան, ես երբեք հիմնական բանավեճը քաղաքական դիսկուրսը չեմ տեղափոխի ընդդիմություն կառավարիչներից դեպի ընդդիմություն։ Եվս մեկ անգամ ասեմ, ես կարդացել եմ իրանց հայտարարությունը, դա այդ պայմանները իրանք մեր առաջ չեն դնում, մեր որպես պատիվ ունեմ այն ամենը, ինչ կարող արել է, անում է եւ անելու է իշխանապողության հասնելու համար։ Գիտեք, վերջերս միտեղ եթերի եւ երբ որ ես սրա մասին խոսում էի, հարցազրույցավարը ասաց, դե ձեզ հեշտ է ասել, պարոն Մամեջանյան։ Ու իրականում ինձ շատ հեշտ է։ Հանրապետականին այս դիսկուրսին մասնակցելը շատ հեշտ է, որովհետեւ երբ որ դու ունես մեկ հիմնական օրակարգային խնդիր, այն է իշխանապողությունը, քո կյանքը շատ հեշտանում է։ Ոչ թե հեշտանում այն տեսանկյունից, որ հետապնդումներ չկան, քրգործեր չկան, այդ ամենը կա, մի բան էլ ավել։ Պարզապես ես հիմա ձեր հետ զրուցելու ընթացքում մի քանի օրակարգ չպիտի իմ մեջ վերլուծեմ, հա սրան օգնում է, իսկ սրան խանգարում է, հանգարց սա չվտանգեմ, մի բան չասեմ, որ հետո էլեկտորալ պրոցեսի։ Ես ունեմ մի օրակարգ։ Շատ պարզ տրամաբանությամբ։ Այն ինչը նպաստում է Հայաստանի այսօրվա կառավարիչների հերացմանը իշխանապողությունը լավ է։ Այն ինչը դրան վնասում է վատ է։ Ու այդ տեսանկյունից շատ հեշտ է դառնում քաղաքական դիսկուրսին մասնակցելը։ Այնպես որ ես ոչ մեկի հայտարարությունները չեմ մեկնաբանի, ես կասեմ, որ մեր մոտեցումը դա է եւ առհասարակ քանի որ մենք քննարկում ենք այդ հարցը, գուցե փորձենք ավելի շատ դրա մասին խոսել, շատ շրջանառվում հարցը թե ինչքանով այս գործընթացը իրատեսական։ Գիտեք, ես հասկանում եմ այս տրամաբանությունը, եթե դու դրել ես նպատակ իշխանապողություն եւ հերթական գործընթացն ես սկսում դրա հետ կապված, այդ գործընթացը ունի լիքը բաղադրիչներ, տեղեկատվական, փողոցային եւ այլն, քաղաքական, միջազգային եւ այլն։ Դու իհարկե փորձում ես այդ յուրաքանչյուր բաղադրիչը հասցնես մաքսիմումի, ամենաարդյունավետին սարքես, եւ փողոցայինը, եւ տեղեկատվականը եւ երբ դու այդ աշխատանքը կատարեցիր, էլ հաջորդ այդ արդյունավետ, ոչ թե արդյունավետության, այլ իրատեսականության հաշվարկը իմ համար այդքան էլ էական չի ու երբևէ դրանով չեմ զբաղվել։ Որպես մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, ով 18 թվականին փողոցային պայքար էր ծավալում Նիկոլ Փաշինյանի դեմ, իսկ բոլորս ենք հասկանում դա ինչ էր նշանակում 18 թվական։ Մենք նման հաշվարկներ չունենք։ Այդ պահին անհրաժեշտ առաքելությունը իրականացնելիս պետք է 101%-ով նվիրվես եւ աշխատես, թե ընդհանուր առմամբ այդ գործընթացը ինչքան շանսեր ունի, գիտեք, այս համեմատությունը իհարկե բացարձակ տեղին չէ, որովհետեւ իրենց զողողությունը եւ հերոսությունը 100,000 անգամներ ավելի մեծ է, քան այս գործընթացները, չնայած նպատակը նույնն է։ Բայց ես չեմ կարծում, որ առաջին Արցախյան պատերազմի, ապրիլյան պատերազմի կամ երրորդ 44-օրյա պատերազմի ժամանակ մեր հերոս տղերքը այդպես գցել բռնել են, ասել են, այս հակագրոհը արժի, թե չարժի, իրատեսականա, թե իրատեսական չի։ Երբ որ դիմաց պայքարը, այդ պայքարը ազնվաբար, արժանապատիվ եւ անznազող կերպով տանում ես։ Իսկ գնահատելը թե ինչքանով է իրատեսական կամ ոչ իրատեսական, իմ կարծիքով մեր գործը չի։ Գիտեք, պարոն Մամեջանյան, տեսեք, փաստարկներից մեկը այն է, որ կա մի փաստարկ, որը ջրում է մնացած ամեն ինչ։ Իրավական գործընթաց է անվստահության հայտնելու գործընթացը, իրավական գործընթաց է, որը նախատեսված է սահմանադրությամբ եւ համապատասխան օրենքներով։ Այսինքն, այդ գործընթացի հիմքում պետք է լինի իրավական հիմք, այսինքն պետք է լինի քրեական գործ կամ ինչ-որ այդ կարգի մի բան։ Դա չկա այդ դեպքում, սա գործողություն չի գործողության համար։ Ոչ, պարոն Սադայան, նախ իրավական գործընթացը չի ենթադրում քրեական գործ, որպես հիմք։ Ես ասացի օրինակ։ Եվ եկեք հիմա իրար հետ փորձենք հասկանալ, թե ինչ հիմքեր կան։ Եթե ես այդ հիմքերը սկսեմ թվարկել, մենք մինչև վաղ եթերում կմնանք, բայց այտենց ցայտունները։ Օրինակ կարող ենք գնալ լեգիտիմության դիտակետից։ Քաղաքական տեսանկյունից։ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է 21 թվականի արտահերթ ընտրություններին մի նախընտրական ծրագրում, որտեղ խոստանում էր ազատագրել Հադրութը եւ Շուշին։ Իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Այդ նույն ինքը գրեց կառավարություն ծրագրում տրամաբանորեն,
դա հաստատվեց իրենց կողմից ազգային ժողովում եւ մենք կիլոմետրով ենք հեռու այդ կառավարության ծրագրից։ Ասեմ ավելին, Հադրութը Շուշին ոչ միայն չազատագրվեցին, այլ նաեւ ամբողջ Արցախը կորցրեցինք իր Պրահայի հայտարարության արդյունքում։ Այսինքն կետ 1 քաղաքական դիտակետ ինքը շեղվել է այն կառավարության ծրագրից, որով ձայնա ստացել, որով իմ համոզմամբ խաբել է քաղաքացուն։ Քաղաքական դիտակետ։ Երկրորդ, մենք շատ հանգիստ կարող ենք գնալ նաև իրավական դիտակետից նայել։ 1. Ինչու է տրվել 21 թվականին Սյունիքից Սորքերի հետքաշման կարծես թե բանավոր հրամանը, որովհետև բոլոր գերատեսչությունները հրաժարվում են տրամադրել դրա գրավոր հրաման։ Հիշեցնեմ, որ այդ հրամանով մենք ավելի շատ խոցելիություն եւ ավելի շատ կորուստ ունեցանք, քան ռազմական գործողությունների արդյունքում։ Հաջորդ հարցը, ինչու է արվել Պրահայի հայտարարությունը։ Երբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում։ Եվ ամենակարևորը, ինչ է ստացել Հայաստանի Հանրապետությունը դրա դիմաց։ Իրանք կասեն, որ Ադրբեջանն էլ մեր տարածքային ամբողջականությունն էր ճանաչել, բայց որին ես կպատասխանեմ, ուրա դրա վերաբերյալ հստակ թվերով հայտարարությունը, այնպես ինչպես արել է Նիկոլ Փաշինյանը։ Մենք կարող ենք գնալ աշխարհակահաղական տեսանկյունից։ Իր արտաքին գործերի նախարարը ազգային ժողովում հայտարարում է, որ Հայաստանը բարեկամ աշխարհում չունի։ Սովորաբար տենց հայտարարություններից հետո այն մարդը, ում աշխատանքն է այնպես անել, որ Հայաստանը բարեկամներ ունեն աշխարհում, դիմումը գնում է, առնվազն ԱԳՆ-ն։ Էլ չեմ ասում, որ այս պարագայում դա ամբողջ Փաշինյանի աշխատելավոճն է։ Հաջորդը 44 օրյա պատերազմի ժամանակ մեր երկրի համար օդային տարածքը փակեր բոլոր 4 հարևանների կողմից։ Դե Ադրբեջանը, Թուրքիան ակնհայտ է, Վրաստանը ու Իրանը որոշակի տևական ժամանակահատված փակեցին մեր համար իրենց օդային տարածքը։ Դրանից մի քանի ամիս առաջ Փաշինյանը ասում էր, որ մենք ռեգիոնալացման ենք գնում։ Այսինքն այդ ռեգիոնալացումը հայտարարությունը։ Կարող ենք ներքաղաքական տեսանկյունից գնալ, որ Հայաստանում արկա են քաղաքաբանտարկյալներ, մեր կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ու շատ այլոք, որ մարդկանց կոմենտի, լայքի համար կանչում են քննչական, որ թաղապետանում ուղիղ եթերում 10 քանի հոգով մարդածեծում։ Հա, սրանք բոլորը, ընդ որում ես կեսից դադարեցի արդեն ըստ ոլորտների բաժանել, սրանք բոլորը հիմքեր են։ Սրանք բոլորը հիմքեր են նաև ձեր ասացի տրամաբանությամբ, հիմքեր են նաև փողոցային ակտիվ պայքար սկսելու համար։ Փողոցային ակտիվ պայքար ընդդիմությունը սկսել չի կարողանում։ Վերջին փորձը եղել է Սրբազան շարժումը, տեսել ենք ինչ եղավ եւ տեսնում ենք հիմա որտեղ է շարժումը։ Տեսեք, պարոն Սարդարյան, նախ ես քանի որ իմ ընկերներն են, մենք էլ ենք այդ ամենի կարևորագույն դերակատարը եղել ամենավտանգավոր տեղերում եւ Սրբազան պայքարի եւ դրան նախորդած շարժումների։ Ես իհարկե ակնհայտի հետ չեմ վիճի, որ դրանք հաջողության են հասել, որովհետեւ դե չեն հասել, որովհետեւ նպատակը Փաշինյանի հեռացումն էր։ Բայց կարձանագրեմ մի շատ կարևոր կետ։ Մինչ օրս տեղի ունեցած լայնամասշտաբ փողոցային պայքարներից յուրաքանչյուր հաջորդը նախորդից ավելի մարդաշատ էր։ Ես ոչ միայն հասկանում եմ, այլ նաև զգացել եմ այն հիասթափությունը, որը բոլորիս սրտերում լինում է յուրաքանչյուր իր արդյունքը չգրանցած պայքարի պարագայում։ Բայց զուտ հաշվարկային փորձառությունը ցույց է տալիս, որ ամեն հաջորդ փողոցային շարժում ավելի մարդաշատ է։ Սա մեկ։ Երկրորդ, մենք մինչ օրս բոլոր ընդդիմադիր process-ների պարագայում առաջնորդվել ենք փողոցային պայքար, փողոցային ճնշում, կոնսոլիդացիա, արդյունքում impeachment բանաձևով, որը տրամաբանական բանաձևն է։ Նարեկը եւ Էդգարը առաջարկում են գնալ հակառակ տրամաբանությամբ, ու այսպես կոչված տրիգեր հասկացությունը լինի հենց ինքնին անվստահություն հայտնելու գործընթացը, ինքն իրենով։ Գիտեք, ես կարող եմ մի ժամ հիմա բանավիճել դրա մասին, ընդ որում մի ժամ բերել կողմ փաստարկներ, հետո մի ժամ էլ դեմ փաստարկներ։ Բայց քանի որ 3 անգամ, 4, այնպես փորձել ենք, ես չեմ հասկանում ինչն է մեզ արգելում փորձել առաջարկվող տրամաբանությամբ։ Ես կարող եմ կանխատեսել, թե դուք ինչ կասեք, ինչն է արգելում։ Կասեք յուրաքանչյուր իր նպատակին չհասած փողոցային պայքարի արդյունքում ընդդիմադիր գործիչները ռեյտինգ են գործում։ Ճիշտ է։ Եվ դա ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Որովհետև երբ որ ես փորձում եմ մտածել քաղաքական ռեյտինգ եւ պետության ապագան, ռեյտինգը կորում է։
որպես ռեյտինգը էական է որպես քաղաքական գործիք։ Հիմա տեսեք, հասկանալի է, որ 18 թվականից մինչև 2025 թվական նույնիսկ եթե չլիներ պատերազմը, նույնիսկ եթե չլիներ մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներ, ցանկացած իշխանության վարկանիշ նվազում է։ Մեր դեպքում ամենատարօրինակն է նա, որ այդ նվազումը չի ավելացնում ավտոմատ ընդդիմության վարկանիշը։ Այդտեղ է խնդիրը։ Դա տարօրինակ չի, պարոն Սարդարյան, այդպես շատ ա եղել, շատ տարբեր քաղաքական համակարգերում, շատ։ Իհարկե ես հասկանում եմ դուք ռեյտինգ որպես գործիք ասելով ինչ նկատի ունեք, բայց այնց ռուսերեն մի ասացված կա, «Свято место не пустует», հա, սուրբ տեղը դատարկ չի մնում։ Եթե այս պահին ընդդիմադիր կարևորագույն դերակատարություն ունեցող ուժերը եւ անձինք կորցնեն վստահությունը, ապա հայտնվեն այլ գործիչներ, ընդ որում որևէ մեկին չթվա, որ ես դրանից խորշում եմ կամ դա որպես վատ process եմ ներկայացնում։ Ես որպես վատ process եմ ներկայացնում այն գործիչներին, որոնք ասում են, գիտեք ինչ, ձեր ռեսուրսը մարդկային թողեք, ձեր ռեսուրսը տեղեկատվական թողեք, ձեր միջազգային կապերը, քաղաքական կապիտալը բոլորը թողեք, բայց դուք գնացեք։ Մենք ընդդիմությունափոխություն ենք ուզում։ Այդտեղ չստացվեց։ Բայց ես շատ ուրախ կլինեմ, եթե երբ հանրապետականը ձեր ասած սուրբ նպատակին է դա ծառայելու, ինչու։ Չէ, որովհետև դա հնարավոր չի։ Հասկանում եք, մեր համակիրները հրամանով չեն առաջ շարժվում։ Դա կուր թիմ է եւ ես երբեք չեմ կարող որևէ մեկին խնդրել ասել, գիտես ինչ, գնա ոստիկանական բռնության մահակի տակ առաջի շարքում կանգնի, եթե ես իր կողքը կանգնած չեմ։ Մեկ, երկրորդը, ես շատ խնդրում եմ բոլորին, ովքեր ասում են, որ այս ձևով այսինչ բանը անել չարժի եւ այլն։ Երևան քաղաքում շատ հրապարակներ կան եւ շատ փողոցներ կան։ Շատ խնդրում եմ իրենց պատկերացրած ձևով սկսեն շարժում, մենք սիրով այդտեղ կգանք որպես շարքային ցուցարար, ինչ որ պահանջվի մեզանից, կանենք, եթե իրենք ասեն մեզ չեն ուզում տեսնել, օքեյ, մենք մեր գործընթացները կշարունակենք եւ այդպես միայն կարող է երևա թե ով ինչքան ռեսուրս ունի։ Այս պահի դրությամբ կարծում եմ ակնհայտ է, որ հանրապետականի դերակատարումը անուրանալի է։ Ցավոք Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքական ուժ միայնակ չի կարող հեռացնել Նիկոլ Փաշինյանին, բայց անհամեստ թվա թե չթվա, բայց դա իրողություն է։ Առանց հանրապետականի դա իրագործել անհնար է բազմաթիվ պատճառներով։ Մեկը ասեք։ Բազմաթիվ պատճառներից մեկը կայանում է նրանում, որ չեմ ասի մենք միակն ենք, բայց առաջին հերթին հանրապետականը կարող է հպարտանալ մեկ կետով։ Մենք երբեք չենք համագործակցել, չենք փորձել մեր կաշին փրկելու համար Փաշինյանի հետ գործարքի գնալ։ Մենք 2018 թվականի ապրիլի 25-ից ընդդիմություն ենք եւ փողոցում եւ հետագայում խորհրդարանում միջազգային հարթակներում բարձրաձայնում ենք, օգտագործում ենք կուսակցական դիվանագիտությունը ի նպաստ մեր երկրի եւ մենք բաց ճակատ, պարզ ճակատ կարող ենք ասել, որ պայքարում ենք Փաշինյանի դեմ։ Դա հազվագյուտ հատկանիշ Հայաստանի այսօրվա քաղաքական դաշտում։ Ռադիո լսողների համար ասեմ, որ պարոն Մամիջանյանն այս ընթացքում շփոթում էր։ Պարոն Մամիջանյան, տեսեք, Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի նախագահը այսօր հայտարարեց, որ 26 թվականի ընտրություններին քաղաքացիական պայմանագիրը գնալու է ռեսուրսների հետ կապված հարցը։ Գնալու է առանց դաշինք կազմելու որևէ քաղաքական ուժի հետ, գնալու են միայնակ եւ հավաքելու են 50+% Հիմա հաշվի առնելով այս ընդդիմության միջև միմյանց հետ անգամ հաշտ չլինելու հանգամանքը, ինչ պիտի լինի կամ ինչ պետք է անեք դուք, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը իրականություն չդառնա։ Տեսեք, նախորդ ռեյտինգների հետ կապված խոսելուց եւ այստեղ էլ է կիրառելի։ Իմ համար ամենակարևոր ցուցանիշներից մեկը կայանում է նրանում, որ ըստ բազմաթիվ հարցումների Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության շուրջ 30 քանի տոկոս, այսինքն ամեն երրորդ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան։ Այսինքն դա approval rating չի, դա գոհ ենք աշխատանքից գոհ չենք, ոչ ես կոմ ոչ ենք ում դավաճան։ Եթե կներեք էլի, եթե խոսքը վերաբերում է իմ իմացած կազմակերպության անցկացրած վստահեցնում եմ, որ ես հիմնվում եմ միայն իր
ճշգրիտ տվյալների վրա։ Ես չգիտեմ դուք ում եք հակնարկում, բայց իմ տվյալները վստահեցնում են, որ ճշգրիտ են։ Վերջին շրջանում հրապարակված եւ ոչ հրապարակված։ հրապարակված։ Մի ֆուտբոլային մեկնաբան գիտեմ, որի ասածները միշտ հակառակն են։ Ամեն դեպքում։ Հիմա անդրադառնանք ընտրական գործընթացին։ Այն որ իրանք գնալու են միայնակ առանց դաշինքի դա ակնհայտ է, որովհետեւ հասկանում եք ընդդիմությունից ով ուզում է մյուսին կներեք բարիս համար փչացնի, փորձում է Նիկոլ Վովայի Փաշինյանին գցի իր գրպանը, ինչ որ մեկի գրպանը։ Այն քաղաքական միավորները, որոնք այս կամ այն չափով լոյալ են իր նկատմամբ հանրապետություն կուսակցություն, Եվրո դաշինքի կազմող քաղաքական ուժերը բոլորը այնպես մահուչափ փորձում են հեռանալ, չէ, մենք ինչ կապ ունենք ԿՊ-ի հետ։ Պարզա որ մենակ են գնալու, նես չի, այտենց հերթ են կանգնել իրանց հետ գնալ պատրաստ քաղաքական միավորները։ Երկրորդ հարցաթենտրություններից հետո ինչ կլինի, եթե իհարկե մենք հասնենք հերթական ընտրությունների։ Բնականաբար այդ բոլոր կեղծ ընդդիմադիր քաղաքական միավորները շատ արագ տանելու են ու այդ ձայները տալու են ԿՊ-ին։ Ես հույս ունեմ, որ մենք ընտրական գործընթացի չենք հասնի։ Բ. Վստահ եմ նայել դեպքում իշխանությունը ինչ ձևով պետք է ձևավորվի այդ ընտրական Չէ, ներողություն նկատի ունեմ Փաշինյանը չի լինի այդ ընտրական գործընթացի կազմակերպողը, պարզա դեհով, թեոկրատիա չենք դառնալ։ Երկրորդ, վստահ եմ, որ նայել եք երեկվա ազգային ժողովի հայտարարությունը։ Դա ձեր վրա ինքնավստահ մարդու տպավորություն էր թողնում։ Այդ պրոցեսները, կորոցները, հիստերիաները, դա ինքնավստահ մարդու պահվածք է, դա պահվածք է մի մարդու ռետորական է, իհարկե բանավեճի կողմ չէ։ Իհարկե ռետորական է, հարցս առաջին հերթին ես փորձում եմ զրուցել մեր ռադիոլսողների հետ, հա, այսպես ասած, այն մարդը, որ մի տարի հետո 50+1-ը հավաքելու տենց է իրան պահում, ինձ թվում է չէ։ Գիտեք, նախ եթե հանկարծ մեզ չհաջողվի փողոցային պայքարով եւ անվստահություն հայտնելու գործընթացով հեռացնել Փաշինյանին, այն գործընթացը, որի առաջ կանգնելու է Հայաստանը, ցանկացած ելքում վտանգավոր խաղ է, որովհետեւ իմ կանխատեսումն է, որ Փաշինյանը փոխելու է օրենքը եւ ինքը ունի դրա համար համանդրական մեծամասնություն ազգային ժողովում եւ հնարավորություն է տալու 1 օրում իրականացնել համապետական ընտրություն եւ հանրաքվե։ Այս ամենը ես ասում եմ, եթե չստացվի այնինչ մենք հիմա փորձում ենք անել, որովհետև դա միակ տարբերակն է հանրաքվեն անցկացնելու սահմանադրական, որովհետև հանրաքվեի ցենզով պահանջում է 659 մոտ 1000 ձայն, որը աննորմալ բարձր ցենզ է։ Փորձել է համապետական ընտրության հաշվին մոբիլիզացնի եւ հանրաքվեի հաղթանակն ապահովի ու խնդիրը այնն է կայանում, որ եթե մենք հասնենք փաստացի հանրաքվեին, դա մեծագույն պրոբլեմ առաջացնում, որովհետև հանրաքվեի թե այո ելքը եւ թե ոչ ելքը երկուսն էլ բավական լայն վտանգների դաշտ են բացում մեր երկրի համար։ Ուստի դրան պիտի հարցը չհասնի։ Ես ռոմանտիկ չեմ, ես չեմ կարող, երբեք չեմ ասի, որ Փաշինյանը աջակիցներ չունի։ Բայց Փաշինյանի աջակիցները քանակը այս պահին իր պատմական մինիմումի վրա է, նորից հրապարակված եւ ոչ հրապարակված հարցումների վրա։ Եվ երկրորդ, իրենք երկու շատ պարզ խմբի են բաժանվում աջակիցները։ Առաջին խումբ մարդիկ, որոնք դեռևս խաբված են Փաշինյանի կողմից։ Տարբեր ստերով, թալան հետ կբերեմ, նախկիններ եւ այլն, մի խոսք։ Եվ երկրորդ հատված, ավելի մեծ հատվածը իրանց տեսակարգաշում, դա այն մարդիկ, ովքեր իրանից ուղիղ կախում ունեն։ Ֆինանսական, իրավական, կոմպրոմատներ, քրգործեր եւ այլն եւ այլն։ Օրինակ հետաքրքրության համար կարող եք նայել, որ ԿՊ-ական падգամավորի ապօրինի գործունեության հետ կապված հրապարակումներ են լինում, մի շաբաթ հետո ինքը աշխարհի ամենաակտիվ падգամավորն է դառնում։ Եթերից եթեր, ԱԺ-ում հարդարություններ եւ այլն, որտեվ պիտի կաշին փրկի, պիտի ապացուցի Փաշինյանին, տես ես ինչ փուփուշ եմ ու ինչ լավ եմ աշխատում քո համար։ Այնպես որ սա նորմալ քաղաքական գործընթաց չի, որ ես էլ նստեի հաշվեի ձայների քանակները։ Սա երկրի
ապագայի երկրի գուցե գոյության, անվտանգության խնդիրը ու նույնիսկ մի քայլ էլ անդին գնալով ասեմ 2020 թվականից հետո մենք զգուշացնում ենք մեր քաղաքացիներին գրեթե այն ամենի մասին ինչ տեղի ունեցել հիմա ես սա չեմ ասում նրա համար հոխորտամոր ասեմ տեսեք ինչ էի ասում բացարձակ նես չի ուրիշ երկրի մասին չենք խոսում մեր երկրի մասին ենք խոսում մեր քաղաքացիները խաբեությամբ ճնշումով եւ այլն վարչական ռեսուրսով կարևոր չի այնպես ստացվեց որ երկիրը գնաց Փաշինյանի առաջարկած ճանապարհով կներեք բայց ես այդ ճանապարհը անվանում եմ բռնաբարվելից թուլանալու ճանապարհ մենք 5 տարի շարժվում ենք այդ ճանապարհով արդյունքները բացառապես բացասական են բացառապես իսկ գուցե արժի ուրիշ ճանապարհ էլ փորձել դե գիտեք ինչ կա դրամաբանորեն հա հարց առաջանում այսպես 20 տարի ըստ էության դուք եք եղել իշխանության այդ 20 տարվա իշխանությունը բերեց հասցրեց 2018 թվականին 2018 թվականի դրամաբանությամբ դուք էլ եք ինչ որ այլ տեղ տանում ներողություն եթե 2018 թվականի քաղաքացիների դժգոհության մասին է խոսքը գնում ապա մենք երկուսս էլ գիտենք թե ինչ քանակությամբ միֆեր ինչ քանակությամբ ստեր են այդ ժամանակ տարածվել օրինակ Ալեքսանդր Սարգսյանի 50%-ներից ես տենց խաբար չեղա թակ մի հատ գրգորս չեղավ դրա հետ կապված ու այսպես ես կարող եմ երկար շարունակել բայց արկա էր մի շատ ակնհայտ ճշմարտություն հասկանում եք օրինակ Ալեն Սիմոնյանը Վահագն Խաչատուրյանը եւ Նիկոլ Փաշինյանը հաճախ իրար հետ չեն երևի համաձայնեցնում ու տարբեր թվեր են ասում թե երբ էր իրենց ասելով հանձնված Արցախը 191 190 եւ այլն բայց փաստացի ժողովուրդ բոլորս գնում էինք չէ անվտանգ գնում էինք դա մեր պարտությունն էր դա իրականություն էր ինչքան ուզում այնք հիմա կարծիքներ կներեք որի մասին 2017 թվականի վերջում Սերժ Սարգսյանը հայտարարեց որ բանակցությունները փակուղում են 18 թվականի սկզբին 17-ի վերջ 18-ի սկիզբ նո հիմնականում մեջ բերվում է ազգային ժողովում իր խոսքը որով ինքը պատասխանում էր Կարեն Բեկայանի հարցին ու շատ ճիշտ է արվում բայց պետք է մեջ բերել ամբողջական հանրապետականը երբևէ բանակցություններ չի վարել Ադրբեջանի հետ որովհետև Ադրբեջանի հետ որ բանակցություն ես վարում այսպես է լինում աշխարհում չկա այնպիսի պրակտիկա երբ նմանօրինակ կոնֆլիկտները լուծվեն երկկողմ բանակցությունների տեսանկյունից մենք բանակցում ենք միջազգային հանրության հետ որը իր լծակները պիտի օգտագործել Ադրբեջանի վրա այս կամ այն համաձայնության հասնելու համար եւ դրա լավ ապացույց է 16 թվականի կառավարության նիստում Ալիևի ասած իրենց տիպում են փակ դռների հետևում ճանաչել անկախությունը 21-ին կամ 22-ին Քելբաջարում երբ Ալիևը ասաց որ եթե բանակցային գործընթացը շարունակվեր Լաչինը ու Քելբաջարը հավերժ հայկական էին մնալու եւ այսպես շարունակ ես մի օրինակ էլ եթե թույլ տաք բերեմ սա կարելի էր նաեւ ասել անվստահություն հայտնելու տրամաբանության մեջ օրինակ 18 կամ 19 չեմ հիշում թվականներին Փաշինյանի որոշմամբ Հայաստանը զորախումբ փոքր հիմնականում սանիտարական հա երևի զորախումբ ուղարկեց Սիրիա այդ առաջարկը ականազերծման հա ճիշտ եմ մոռացել այդ առաջարկը Հայաստանին 18 թվականից շատ ավելի շուտ էր արվել մենք համարում ենք որ այդ քայլը իրագործելը ավելի շատ վնասներ կբերի մեր երկրին քան օգուտ ակնհայտ է չէ որ ինքը ինչ որ հետևանքներ աշխարհակական ունենում հիմա ես մի հարց եմ տալիս դուք կատարեցիք այդ որոշումը Հայաստանը դրա արդյունքում ինչ շահեց տեսեք ես չեմ սկսում վերլուծել արժեր թե չարժեր որովհետև այդ անօգուտ գործ է լավ արեցիք արդյունքում ինչ շահեց դրանից 2-3 տարի հետո պատմության մեջ առաջի անգամ Ռուսաստանը պաշտոնական բողոքի նոտա է ուղարկում Հայաստանին մեր դաշնակից երկիրը ընդ որում գիտեք որևէ մեկին չթվա որ ես որևէ աշխարհակաղակական կենտրոն եմ պաշտպանում ես երկու պարզ մոտեցում ունեմ մոտեցում համար 1 ես ընտրությունների չեմ մասնակցում ոչ Ռուսաստանում ոչ Բելգիայում ոչ էլ Ամերիկայում ինձ հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդ որում որպես քաղաքացի էլ հաշվետու որպես պատգամավոր էլ հաշվետու 1 հետեւաբար ես խոսում եմ Հայաստանի կառավարության բացթողումների մասին եւ երկրորդ ես երբ ընկերներիս հետ իսկ դաշնակիցները ընկերներ են ուղղակի աշխարհակաղակական տեսանկյունից խնդիրներ եմ ունենում ես դրա մասին Facebook-ում ստատուս չեմ գրում
Հերոսվերցնում եմ, զանգում եմ, հանդիպում եմ, քննարկում եմ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դաշնակիցների եւ գործընկերների հետ հարաբերությունները պարզում էր հրապարակային հայտարարություններով։ Շնորհակալություն, ժամանակ ուղղակի ավարտվեց, բազմաթիվ հարցեր բաց մնացին, ուսա մի օր այդ բացը կլրացնենք։ Հիշեցնեմ այսօր իմ հյուրներ ազգային ժողովի պատիվում եմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն։